Բարև ձեզ, շատ շտապ է, ուստի մեր լիզվամ խուսելով եւ դիմելուն բոլոր ղարաբաղցիներին սկսած ամենահասարակ քաղաքացուց եւ դուրս եկած ամենավերջին պաշտոնյայով խնդրում բոլորը շտապ ներկայանաք Երևան քաղաքի Այգեձոր 52 հասցեին շրջգտնվում է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդարանը եւ մեր հետ միասին հանդիպում պահանջիկ Վրդանես Սրբազանի հետ։ Երեկվայում հայտարարությունից հետո մի խումբ արցախցիներ ամուկ ներկայացալ ենք այստեղ, այս ինքը մեր զանգերին չի պատասխանում, այն պարագայում, երբ որ ինքը շատ անարգանք է ցուցաբերալ մեր նկատմամբ, անտեսել է մեր շատ խորը ցավը եւ այն անարդարությունը վերաբեր ցուցաբերվալ է մեր նկատմամբ։ Ես կարծում արցախցիների նման հոգեվոր առաջնորդ պետք չէ, արցախցիների պետք չէ հոգեվոր առաջնորդի վերաբեր անտեսում արցախցիների ցավը եւ հանդիպում ու խոնարհվում այն անձի արչեւ, ով է դավաճանալ Արցախը, ով է Արցախի հանձնման գործում թիվ 1 պատասխանատուն է։ Մի խոսք կա, Վրդանես Սրբազանը մեր զանգերին պատասխանում չէ, առաջնորդարանը եւս մեր զանգերը անպատասխան է թողում, մի խումբ արցախցիներ ամուկեն ենք այստեղ եւ ես դիմում եմ բոլորին խնդրելով ներկայանալ այստեղ եւ հանդիպում պահանջելով Վրդանես Սրբազանի հետ։ Ես հուսում եմ ուղերձի ինքն էլ է տեսնելով եւ վերջապես հանդիպելու է մեր հետ եւ բացատրելու է թե ինչպիսի շարժարիտներ է պայմանավորված է կեցալ այդ ստոր քայլին ինչի ինքն է կատարել։ Facebook-ով մեկնաբանություններ կիրելով եւ չգիտեմ սոցիալական ցանցում այլ գրառումներ կատարելով չի, այստեղ գտնվելով է եւ այդ մարդից բացատրություններ պահանջելով է։ Բոլոր շատ ակտիվ եք, բայց խնդրում բոլորդ էլ ներկայանաք այստեղ եւ միանաք մեզ ու պահանջիկ, որպեսզի Վրդանես Սրբազանը դուրս գա մեր առջեւ կանգնե եւ բացատրե, տեսնանք ոնց է Արցախի թեմի առաջնորդը իրան նման ստոր քայլ տան, ինչ թույլ է տրվել մեր բոլոր արցախցիների նկատմամբ։